Երբ որ Ադրբեջանը օկուպացրեց Արցախի հանրապետությունը, սկզբում ուրեմն մասնակի 2020 թվականին, իսկ ամբողջական 2023 թվականին արդեն, ուրեմն Արցախում մնաց 4 համալսարան, 237 դպրոց։ Իսկ ինչի է հանգեցնում, դա ցեղասպանության շարունակությունն է։ Ինչի պիտի հանգեցնի։ Չկա այլևս հայկական շունչ, հայկական ոգի, հայկական կրթություն, մշակույթ այդ տարածքում, Արցախի հանրապետության տարածքում չկա։ Սա ցեղասպանությունից էապես չի տարբերվում։ Ցեղասպանությունը միայն մարդուն ֆիզիկական ոչնչացնելը չէ, այլ նաև կտրելն է իր արմատից, իր արժեքներից։ Արցախում այդպիսի համայնք չի եղել, այդպիսի գյուղ չի եղել, որ դպրոց չլինի։ Բոլոր համայնքներում եղել են դպրոցներ, ես քիչ առաջ նշեցի իմ խոսքում, 237 դպրոց ուրեմն մնացել է Արցախում ադրբեջանական օկուպացիայից հետո։ Արցախի հայությունը ընդհանրապես իր սկսած կենսակերպից, կենցաղից վերջացած պետական կառավարումը որոշակի այսպես ավանդական պատկերացումներով շարժվող մեր հայ ժողովրդի ազգահատվածն էր։ Եվ այդ իր որակները դրսևորվում էր, կրկնում եմ, կենցաղից սկսած մինչև պետական կառավարում եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներ։ Եվ թերևս դա էր նաեւ այն երաշխիքներից մեկը, որ ուրեմն 3000 տարի անընդմեջ Արցախի հայությունը ապրել է իր հողում։ Սա առաջին բացառիկ դեպքն է, որ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման հետևանքով Արցախի հայությունը ուրեմն լքում է իր նախնիների հազարամյակների բնորոնը։ Այսօր շատ է խոսվում, որ Արցախի էջը փակված է, չենք խոսում այդ մասին, չենք անդրադառնում, բայց այնուամենայնիվ արցախցիները այն վճռականություն ունեն, որ պետք է լինի վերադարձ Արցախ։ Հնարավոր է այս այդ վերադարձը եւ ինչ պայմաններում, որ դեպքում։ Ահա, շատ շնորհակալություն ձեր առարկայական հարցի համար։ Ուրեմն ձեր հարցադրումը ես բազմիցս իմ խոսքում հրապարակային խոսում եմ այդ մասին եւ ափսոսում եմ, որ եզակի մեծ մասը լռության մատնված վիճակում է, կարծեք թե համակերպվել են այս վիճակի հետ, ինչը շատ դատապարտելի է։ Մենք ամեն հարմար ու անհարմար առիթով պիտի խոսենք Արցախի հայության վերադարձի մասին։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Իլհամ Ալիևը իր պաշտոնավարման շրջանում սկսած 2003 թվականից, օրինակ, եթե ինքը մասնակցում էր գլոբալ տաքացման դեմ ֆորումին, նա բուն առարկան թողած խոսում էր Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի մասին, իրենց այսպես կոչված տարածքների ուրեմն դեօկուպացիայի մասին եւ այլն։ Հիմա մենք պիտի ամեն առիթ օգտագործենք խոսելու համար Արցախի հայության վերադարձի մասին, Արցախի դեօկուպացիայի մասին։ Ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Երկու ճանապարհ գոյություն ունի այդ առումով, ուրեմն խաղաղ ճանապարհ եւ ոչ խաղաղ ճանապարհ։ Խաղաղ ճանապարհն այն է, որ միջազգային հանրությունը միջազգայինորեն պիտի ճանաչվի Արցախի հայության ուրեմն ինքնորոշման իրավունքի իրացման փաստը։ Այսինքն, երբ որ խոսում են, որ գիտեք, հնարավորություն պիտի ստեղծվի Արցախի հայության ինքնորոշման համար եւ այլն իրավունքի իրացման, սա ես մասնագիտորեն առումով եմ ասում, մասնագիտական առումով ճիշտ ձևակերպում չէ։ Արցախի հայությունը 91 թվականի դեկտեմբերի 10-ին ուրեմն միջազգային եւ ԽՍՀՄ ներպետական օրենսդրության համաձայն անթերի կերպով միջազգային անկախ դիտորդների ներկայությամբ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը։ Եվ սա պիտի լինի անշրջելի։ Մեր խնդիրը պիտի լինի հասնել միջազգայինորեն ճանաչմանը դրա ինքնորոշման իրավունքի իրացման փաստին, այսինքն Արցախի հանրապետության անկախությանը։ Այս պարագայում արդեն հնարավորություն կստեղծվի, որպեսզի մեր հայրենակիցները Արցախի վերադառնան իրենց տները, բայց դրան ուրեմն պիտի նախորդի որոշակի աշխատանք։ Ինչ, օրինակ ինչ։ Օրինակ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 92 թվականին դեռևս հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունել է որոշում, որտեղ հիմնվել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն կես քայլ այդ ճանապարհին կատարել է։ Մնում է կատարել մյուս կեսը եւ ամբողջությամբ հայտարարել, որ Արցախի հանրապետության անկախությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը։ Անշուշտ այս վարչակազմի պարագայում դա ուղղակի անիմաստ է, այսպես նման հույսեր ունենալը։ Խոսքս վերաբերվում է ազգային պետական շահերը սպասարկելու հետագիծ կարողություն, ցանկություն, ունակություն ունեցող վարչակազմի պարագայում։ Իսկ եթե դա տեղի չունեցավ, այսինքն ես նկատի ունեմ, եթե Արցախի անկախությունը չճանաչվեց միջազգայինորեն, ապա Արցախի հանրապետության վտարանդի վարչակազմը ունի լիարժեք իրավունք ուժային եղանակով լուծելու Արցախի դեօկուպացիայի հարցը։ Այդ հարցին, այդ քայլին դիմելու համար միջազգային իրավական ակտերը բարենպաստ հող են նախապատրաստել, կա դրա համար հնարավորություն այդ դեօկուպացիան իրականացնելու։ Որն է դա։ Տեսեք, 1933 թվականին դեկտեմբերի 26-ին
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, ընդունել են պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիա, որը կոչվում է առավելապես հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով։ Այդ կոնվենցիայում նշված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այսպես միջազգային այսպես ճանաչումից, անկախ է դրանից այդ գոյությունը, եւ պետությունը նախքան ճանաչում ստանալը իրավունք ունի գործադրելու բոլոր միջոցները իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Եվ ուրեմն, եւ նաեւ ուզում հիշեցնել, որ 2021 թվականին սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ազգային ժողովը վավերացրել է այդ կոնվենցիան եւ հենց միայն սրա վրա հիմնվելով եւ բացկան այլ բազմաթիվ իրավական ակտեր միջազգային նաեւ փաստաթղթեր, ըստ որում ես ուզում եմ նաեւ վկայակոչել 2022 թվականի Եվրոպական պարլամենտի կողմից ընդունված բանաձևերը, որի համաձայն Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել ուժային եղանակի գործադրման հնարավորությունը։ Ես ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, Ադրբեջանը խաղաղ ճանապարհով դուրս չի գալու Արցախից։ Այսպիսի հույսեր թող որևէ մեկը չփայփայի։ Բայց հիմա բոլոր հարթակներից հենց այդ խաղաղության մասին է խոսվում, ողջունվում։ Տեսեք, ուրեմն խաղաղության մասին մի կողմից խոսում են, մյուս կողմից Ադրբեջանը մեր գերիներին պահում է ուրեմն ապօրինի կալանքի տակ եւ նրանց վերաբերյալ Իլհամ Ալիևի ցուցումով կայացվում են ճակերտյալ վճիռներ, ուրեմն 20 տարուց մինչեւ ուրեմն ցմահբանտարկություններ։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Տեսեք, ես ասեմ էլի, գիտեք, Ադրբեջան-Արցախ եւ Ադրբեջան-Հայաստան փոխհարաբերությունների ողջ պատմությունը երբ որ դիտարկում ենք, դա կազմում է մոտավորապես 108 տարի։ Երբևէ չի եղել խաղաղություն։ Չի եղել այդպիսի բան։ Ադրբեջանը բոլոր ժամանակների վարչակազմերը կամ ուժային եղանակով կամ փափուկ ուժի կիրառմամբ ձգտել են միշտ Արցախը մաքրել հայությունից, նրա բնիկ տերերից։ Սա ընդ որում ոչ թե այսպես գեղարվեստական ձևակերպում է, սա փաստագրված է։ Իսկ ինչու 108 տարվա ընթացքում առաջին անգամ 2023-ին հաջողվեց հայաթափել Արցախը։ Տեսեք, 108 տարվա ընթացքում շատ, գիտեք, դուք շատ կարևոր հարցեր եք բարձրացնում, բայց դա այսպես բազմաշերտ պատասխան պահանջող հարց է։ Տեսեք, բոլոր ժամանակներում 108 տարվա ընթացքում, երբ որ ասում եք, բարեբախտաբար, թե Արցախում եւ թե Հայաստանի Հանրապետությունում եղել են Արցախի արժեքը իմացող քաղաքական ղեկավարություն։ Դժբախտաբար մենք առիթ ունեցանք ունենալու Արցախը արժեք չհամարող ղեկավար։ Եվ ես ուզում եմ ուղղակի հիշեցնել ձեզ, սա փաստագրված է, որ Նիկոլ Փաշինյանի հակաարցախյան հայացքները այսպես նոր չծնվեցին։ Դրանք մեր օրերի այսպես ծնունդ չեն։ Ես առնվազն իմ ձեռքի տակ ունեմ փաստ, որ Նիկոլ Փաշինյանը 1999 թվականին հրապարակային հայտարարել է հետևյալը, որ ուրեմն Արցախը պատկանում է Ադրբեջանին, իսկ այն արցախցիները, այն իր բառերով ասեմ ղարաբաղցիները, ովքեր գտնվում են Հայաստանում, նրանք փախստականներ են։ Սա իր բառերն էր։ Ես բառացի մեջ բերեցի, ըստ որում այս բառերը ինքը արտահայտել է օրագիր թերթի խմբագրի կարգավիճակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրապարակվել է Հայաստանի Հանրապետություն թերթում։ Ես հիմա հարց եմ հնչեցնում։ Այդ ժամանակվա Հայաստանի ղեկավարությանը, պատկան մարմիններին, Հայաստանի Հանրապետության նախագահին, ազգային անվտանգության նախարարին, երբ այդ ասուլիսը տեղի է ունեցել եւ այդ մարդը այդպիսի մտքեր է հնչեցրել, ինչու այդ մարդը չի հրավիրվել իր մտքերին, իր այսպես դատողություններին պարզաբանումներ, բացատրություններ տալու։ Հրավիրվել է արդյոք։ Մենք կուզենանք, հանրությունը կուզենա ծանոթանալ, եթե հրավիրվել է, ինչ է պարզաբանվել։ 2008 թվականի մարտի 1-ին այդ մարդը ուրեմն Մաշտոցի պողոտայում հայտարարում էր, որ ուրեմն մենք այսօր պետք է մաքրենք մեր քաղաքը Ղարաբաղցի տականքներից։ Սա այդ մարդու, գիտեք, Նիկոլ Փաշինյանի հայացքները, Արցախի հակաարցախյան այսպես հայացքները, դրանք աշխարհայացքային, արժեհամակարգային երանգ ունեն։ Այդ մարդու մոտ մի ատելություն ասեմ կամ մի բան կա, որը դեռ մինչև հիմա պարզված չէ։ Որն է պատճառը, որ ինքը Արցախի նկատմամբ այդպես է տրամադրված։ Արցախի նկատմամբ, Արցախի հայության նկատմամբ, սա գիտեք, սա հարցերի հարց սա է։ Եվ այդ մարդու այդպիսի կողմնորոշումներով իրականացվող քաղաքականության արդյունքում էր,
որ մենք հասանք այսօր, մենք կորցրեցինք Արցախը։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ իր պաշտոնավարման օրոք 2020 թվականին ընդունվել է ազգային անվտանգության հայցակարգը, ուրեմն ռազմավարությունը, եթե չեմ սխալվում, եւ այնտեղ գիտեք հստակ գրված է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, Մինսկի խումբը հանդիսանում է միակ ձևաչափը հակամարտության կարգավորման, բայց այդ մարդը բոլորը այսպես անտեսեց։ Հիմա սրա համար ես կարծում եմ, որ ինքը պիտի պատասխան տա։ Ըստ որում ես կարծում եմ, որ ուրեմն նա պիտի կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ։ Սա անխուսափելի է։ Առնվազն Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները չկատարելու առնվազն այդ մեղադրանքով հակառակ պարագայում առնվազն տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունը չի դառնալու կենսունակ մարտահրավերներին դիմակայելու ունակ պետություն, եթե մենք սա չարեցինք։